դիմաց, բոլորս։ Չէ, ժամը 4-ներ չեք դիներում, թե առավոտյան գալու եք, հետո գնալ ազգային ժողով, ամբողջ օրը չեք դիներում։ Եվ եթե օրինակ ընդունությունը պարոն Վարդևանյանի, ասենք ժամը 4-ից հետո է լինում, չեք մասնակցում։ Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքը առաջնահերթ է, մեր քաղաքական յուրաքանչյուր process-ի անդամ։ Այսինքն միջազգային Եթե ներ չեք տապալում, առաջի կեսին չեք լինել, դա է հարցը։ Առաջին կեսին որոշումը կայացնենք։ Մեր քայլը ժամը 4-ին կլինենք այնտեղ։ Պարոն Կարապետյան, դուք ինչ ակնկալիքներ ունեք այս դատական process-ից, որը վաղն է մեկնարկելու կաթողիկոսի հետ կապված, հաշվի առնելով, որ քաղաքացիական պայմանագիրը ծրագրում նաև դրել է այդ դրույթը կաթողիկոսին փոխելու, հնարավոր է, որ իսկապես դատարանները լսեն իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին եւ կալանքի տանեն կաթողիկոսին։ Դատարանը իրավասություն ունի վերակառի ուղղությամբ, հայ առաքելական եկեղեցու երարխիայի ուղղությամբ որևէ որոշում կայացնելու։ Այդպիսի անօրինակ բան չի եղել։ Այսօր մեր գործընկեր պարոն Վարդևանյանը հայտարարեց, որ օրինակ Ռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտնի է եղել ամենաշատը քահանա կարգալույց անելու իր հրամաններով եւ չի եղել որևէ երկու որևէ դեպք, որ դրանք դատարանը իրավասություն ունենա վիճակի։ Սա սահմանադրության այն կետի, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են, խախտում են։